Baylı şoğurcan. Zet komen hè. Ha, is Gerard Berge. Gisteren was echt winter, hè? Oh, zwachter dan. Ja. Ay, մայիսկականից բարլի ժողովրդյան, ուզում էի ձեզ բարևեի, տեսա հարևանույս դուրս ա եկել, հեռախոսն անջատեցի։ Ասեցի նախորդ վլոգի մեջ, որ տունը մուկ ա մտել, չէ, վախենում էր խեղճկինը, ասեցի ամուսնուս հետ կխոսամ, քեզ կտանենք տեղ կառնես, թույն էլի մկների համար, վերջը ինչ որ ա։ Այսօր պայմանավորվեցին գնացի, ասեցի մի 20 րոպեից պատրաստ լինես կտանենք, ուրախացավ, իդեպ որ գնացի գործեր անում, տուններ մաքրում, չնայած որ իրա տունը ինքը չի միշտ, ինքը չի մաքրում, գալիս մաքրում են, բայց ինքը երև շաբաթ մի օր գալիս մաքրում են, ինքը մնացած ժամանակ ինքը ուղղակի ձեռիդ մաքրում է ամեն օր։ Գնացինք, այ հիմա նկարը կդնեմ, կտեսնեք հարևանուհուս։ Գնացինք ժողովուրդ իրա համար բան առանք, այդ մկան դեղեր ուզում էդ առանք խանութից, մեր մեքենավ տարանք, գնացինք, հետը իջա, գնացինք հարցրինք, գտանք տեղը առանք, մի հատ էլ թակարդ վերցրեց, շատ գոհ ու շնորհակալ եղավ, բերեցինք տուն իջացրինք, հիմա իրան իջացրել ենք, մենք գնում ենք առևտրի։ Ասում է, ենքան ուրախացավ, ասում է, ես ես երբեք չեմ մոռանա։ Հիմա երևի հետաքրքիր կլինի ասեմ ձեզ։ Իջնելուց հանեց փող էր տալիս։ Հանեց 20 եվրո էր տալիս։ Բնականաբար մենք չվերցրինք, ասեցինք ամեն ինչ չի որ փողով է։ Ասում է, ես ես երբեք չեմ մոռանա։ Այդպես, հիմա հանգիստ ենք, որովհետև ես պատկերացում եմ, մենակ էլ ապրում է տան մեջ ու մուկ կա տունը, պատկերացնում եք, ասում էր, սարսափում եմ։ Ասեցի, սկուշ կդնես մատերը չթողնես թակարդի մեջ, թակարդի տակ, պանիր կդնես կամ երշիկ, ասում է, հա եղավ, եղավ։ Աշուտ ասեց, քանի ծոր ունի ոնց որ ասեց։ Երեկա թոր, հա, ծոր ունի։ 3 թորները ամուսնացած են, ամենքն էլ մի հատ երեխա ունեն։ Հա, ոնց որ, սկուշ հեծավորտին։ Այդպես ժողովուրդ մեր մոտ ուժեղ անձրև է։ Բայց չթողիր բարևեի, չէ՞ ժողովուրդ։ Դու չբա ես մի շատ կարևոր տեղ է, ոչինչ ստե զգուշ անձին։ Ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ։ Այս նոր տարվա մեջ երևի երկրորդ թե երրորդ անգամ եմ ողջունում։ Երկրորդ աշոտ։ Երկրորդ։ Հա։ Թող այս տարին բոլորիս նորից ասում եմ ամենայն բարիք բերի։ Այո։ Նա մենք այս կնոջը լավություն արեցինք այսօր։ Չնայած տղա ունի իրանից 30 կիլոմետր հեռու է բնակվում, կարող էր ես 3 օր մեկից սարսափում լավ չի կարում։ Կարար տղեն գար տաներ։ Աշոտ, բայց ոնց որ կարար չտաներ, կարար առներ մեր էստար։ Աշոտ, բայց ոնց որ ասեց բանդա, չէ՞, ասել էր որ մենք տանելու ենք առնի։ Հա, դից ասեց։ Ինքը արագ խոսում է, ամեն ինչ։ Կամ թորները Հա, դե չի, հա, պարզած թե չէին անի, իրացնեղություն չէին տա, կային տանեին իրան կամ իրա համար առնեին կիլոմետր ինչ է։ Հա, բայց չէին անի, իրանք չէին անի։ Իրանք չէին անի, ամեն մի կոպեկը իրանց հաշվարկած է, չէին անի։ Հա, այդպես ժողովուրդ ջան, մարդ լավ ազգում որ լավությունն է անում, մենք որ այդպես ենք, մենք միշտ անում ենք, գցում ենք Աստծուն, ասում ենք թող Աստված բերի մեր ու մեր երեխեքի դեմը։ Իրոք, միշտ։ Հիմի այնպես որ արժեր անել, հիմա գնանք հլը։ Ամենը 10 րոպե մենք մեր ժամանակից բանային խանութները տանից 600 մետր հեռավորության վրա էր։ Հա, ինչ որ մարդը, երբ որ մարդը լավություն է անում, ավելի շուտ ինքն է լավ զգում դրանից, գնացինքաշուտ։ Մենք ենք մեզ լավ զգում, որ լավություն ենք անում։ Դե պատկերացրեք ինքը ինչքան լավ է զգում, բայց մենք մեզ լավ ենք զգում։ Ես ինչը։ Ինչ է։ Չէ, ոստկան։ Բաժանու բան էր։ Հա, կարող է երևի ինչ որ ազդանշան էր։
Օպրես լավ ռեակցիա էր շուտ։ Մեքենաները կանգնած են, այստեղ էլ հետիոտնի անցումը չեր երևում։ Այն էլ լավ կողմնորոշվեց շուտ։ Դե անցում երևում էր, մարդը չէր երևում։ Մարդը չեր երևում էլ։ Հիմա գնում ենք բանջարեղեն բան պետք է առնենք։ Բանի, այդ որ գնում ենք դրա խանութի։ Լավ անձրև է։ Սոնցիկ չենք էլ վերցրել։ Գլխարկներից պաշտպանում։ Ինձ ասում է, սիրում պալտո ես հագել, սիրում բաճկոն ես հագել։ Ասում եմ, շնորհակալություն, անցյալ տարի եմ նվեր ստացել, աղջիկս նվիրել։ Շատ աշխուժ կինո, շատ։ Ինչ։ Հա, ուզում ես պկաստրել, հա շուտ։ Ինչև ես գնամ սկսեմ դու գաս։ Իսկ դրանց մոտ այդ բաները կարերը ազատ են, թե կոպեկով են։ Հա, լավ, դե գնա, դու ես գնամ սկսեմ, այստեղ ավելի մոտիկ տեղ կա կանգնելու, հեռու ենք կանգնել։ Ես գնամ սկսեմ, ինչև աշուտը կա։ Կանաչի բան պետք է առնեմ, բանջարեղեն։ Այս կողմներն ուզում այդ խանութը թե են կողմը։ Հա, այսա, ուղի խանութի դիմաց դուրս եկա։ Ժողովուրդ ջան, անջատեմ, խանութ պետք է հարմար լինի կնկարեմ։ Նոր վերցնեմ երկու հատ։ Տոպրակները որտեղ են չգիտեմ։ Ջոկը, ես լավ ու վատը չգիտեմ նռան։ Ուղղակի երկու հատ վերցնեմ։ Բասուկա, բայց թփերը լավը չեն։ Ամեհատ եմ վերցին։ Բայց այդ փչացած է նա։ Հնանայիլը։ Իսկ մի խանութից վերջացրինք, հարմար չեղավ ներսում նկարելը։ Հեչ հարմար չի լինում խանութում, որ մի ձեռը զբաղեցնես հեռախոսով ու մյուսով մնացած բաներն անես։ Ինչ որ այդտեղ վերջացրինք, գնումները տանը ցույց կտամ, հիմա էլ գնում ենք դել մտնենք, մի քանի բան էլ այնտեղից առնենք ու մի անգամից տուն գնանք։ Նեն չի որ ես մենակ շոփինգը չեմ սիրում։ Այս առևտուրները չեմ սիրում։ Առողջություն աշու։ Անձրև լավ գալիս է, էլի շարունակվում է ժողովուրդ ջան, էլ ձյուն չթողես, լրիվ հալածվես։ Մեզ 10 սանտիմետր ծուներ ստացվում։ Մեզ պտտեց, էլի բերեց մեր նույն հին ավանդական ճամփով տանմատում։ Կրեատոս։ Այս ոնց որ ամբողջ օրը գալու է, հա, սենց։ Հա։ Ամբողջ օրը տարվա ինչ բնի իջնելու է ջերմաստիճանը մի քիչ։ Բայց մինուս չի, չէ։ Չէ։ Երկու մինուս եղնելով այդ կարծեմ։ Այս դպրոցի ժամերին այս 30-ը վառնում է։ Հա, շապատ կիրակ չի։ 50 են օրերին էլ։ Չեն հան, լույսերը չեն հանել, չգնցիր մեզ։ Rechts afslaan. Իրանց մտածելակերպը ուրիշ է։
Դել ենք հասել արդեն գնանք այստեղ էլ արագ առնենք ու գնանք ոնց չեմ սիրում այս խանութներ գնալը ոնց չեմ սիրում գնացեք որ նկարում եմ իրանց թված չեմ տեսել որ մեքենա է գալիս այս տեսել եմ մի անգամից կբերենք այստեղ մեքենայի մեջ կդատարկենք այստեղ հարմար է մեկը պարկինգը ներսում է անձրև չկա բայց դե հա գալիս է վերևներից երևի գալիս է էսա գետինի ջուրա նայեք ցուցակ եմ գրել որ չմոռանամ բայց ոնց էլ լինում է ցուցակից դուրս հաստատ էլի բաներ են պետք լինում առնում են կարևոր այս սոխա նկարած ես գրել եմ չնայած հիշել գրել եմ կարմիր սոխ ունեմ բայց սպիտակ սոխս վերջացել է այս նոր տարվա օրերին շատ եմ օգտագործել աշուտ ուր մնաց այս ինչ էլ մեծ կարտոշկա է այս քանի կիլո է 10 կիլո 10 կիլոն 50% զեղ չա 5 եվրո է իջել մի հատ կարելի է վերցնել մենք արդեն տանն ենք առևտուրը պետք է դատարկեմ ձեր հետ միասին կդատարկեմ երկու խանութի առևտուրը մի անգամից սպանախ եմ առել մեր լավ սպանախից բան կար կարմիր բազուկ կար իր բաներով տեսակը երևի լեմի բացվից տվեցի բայց շատ փչացած էին դերևները դրա համար չարա այս սպանախները վերցրի կանաչիներից համեմ ու մաղադանոց հա վերցրի հիմա մուծամ չեմ հանում որովհետև պետք է արագ դատարկեմ տեղավորեմ որ հաց սարքեմ հիմա այսպես խառը կդատարկեմ որտեղից ինչ որ առել ենք ստուրը ծածկեմ մի հատ Աշոտ նորություններն ա լսում դուր ծածկեմ, որ մեզ չխանգարի Այստեղ սիրուն սմբուկներ են Չգիտես ինչի բաժին էին արել 3 հատ, բայց կիլո վերեն է կիլոն ոնց որ 4-ից ուներ Թեյեր եմ վերցրել, ես անգամ սև թեյը վերցրել եմ այսպես ռանով առանձին Երշիկ աշոտը վերցրել Ես էլ էլի թեյ եմ վերցրել, ես անգամ աշխատել եմ առաստոկրակների վերցնել Լինդեն հայրեն ինչ է, ժողովուրդ ջան, Լինդեն բլումեն թե, չգիտեմ, Լինդենը հայրեն ինչ է, այստեղին ծաղիկները Ռոլիկ եմ վերցրել, ջերմոցիա դե բնականաբար, հա, հոտը արդեն ստում եմ, ունի հոտ Էլի սմբուկներ տեսնեմ ինչա Տոպրակներ ունենք, բայց չեմ տանում, որ գնում ենք առևտրի այսպես նորից ես տոպրակներով լցնում վերջնում ենք Հա, կարելոկ է այս Ոյ, փախավ չի ուզում մնա Փախնում է մեզանից Հա, այս ոչխարի միսը կտրել չի տվել, ասում չի վստահել, ասում ներսն էին տանում կտրում, ավելի լավ է ես կտրել Այս լավ պղպեղներից կանաչ կարմիր գույները, բայց աշոտ այդքան է լավ չի ջոգել Այսը, արդեն փչացած վերցրել է Մարորներից եմ երկու հատ վերցրել, մի հատ հիմա աղցան երևի պատրաստեմ աղացած կարմիր պղպեղ, այս մի հատը արժի 4 եվրո,
Ինչքան է գրամը, մի րոպե ասեմ։ Երկու 200 գրամը։ Երկու հատ նուր եմ վերցրել, նուրը կիլոն կարամ հիշեմ ասեմ, 4.50 էր ոնց որ։ Խաղողի թուփ եմ վերցրել։ Այս քրդական խանութ է, բայց համ թուրքական, համ քրդական, համ հայկական բաներ են վաճառում, ժողովուրդ ջան։ Մի հատ այս տափակ կաղամներից եմ վերցրել։ Չնայած խաղողի թուփը առել եմ տոլմայի համար, ես իստոմակը կտրեմ թթվի ջրի մեջ կլցնեմ, որտեղ արդեն քիչ է մնում մեջը թթվին։ Մի հատ էլ ծաղկակաղամ վերցրի, արժեր 1.50, որի գինը հիշում եմ, այսպես մի անգամից արժեր։ Այս թթմիկներից եմ վերցրել, սրա կիլոն արժեր 4.50։ Մանր վարունգներ, սրա գին չկար գրված, բայց վերցրել եմ, չգիտեմ ինչ արժեր։ Թարմ բազուկ եմ վերցրել, բազուկի գինը չեմ հիշում, որ ասեմ, մասուրի թեյ եմ վերցրել, ու եթե չեմ սխալվում, ես հենց չամանն է, չգիտեմ, եսա վերցրել եմ, որովհետև որ թարգմանում եմ, չաման թարգմանում է կոնեին, այ եսա վերցրել եմ, կարծում եմ, որ ճիշտ բան եմ վերցրել, հոգի չի գալիս, որ իմանամ։ Հիմա մյուս խանութից պայսակներ այդպես լցնում եմ, մածուն եմ վերցրել 2 հատ, Այս բանկով կտրատած սնգերից վերսի, արագ ինչ-որ աղցան-մաղցան կսարքեն։ Հատկահավի երշիկ։ Սկես էստեղ պետք է շարեմ արդեն, որովհետև սեղանի վրա այդտեղ չկա, սխտուր եմ վերցրել։ Քրքում էի ուզում թարմ, բայց չկար։ Ավոկադո եմ վերցրել, 3 հատ տանել ունեի, սրանք էլ դուրս եկան վերցրի։ Ավոկադոն զեղչվել էր մի հատը 70 ցենտ, 1.30-ից։ Անանաս եմ վերցրել 2 հատ, ակցիա էր դրված, 2 հատը իրար հետ 2.40 էր կարծեմ։ Այս անձեռոցիկներից վերջերս դե հիվանդի գրիպի ժամանակ շատ օգտագործեցի, համարյա բան չի թողել տանը, դրա համար մի հատ նորից առավ, ասվածչաների հիվանդանանք, բայց թող տանը լինի։ Հակած լոլիկ, բաղնիկն ու խոհանոցը մաքրելու համար հեղուկներ, այս մեկը համ բաղնիկ է, համ խոհանոցի, այս մեկը բաղնիկի համար է։ Սրանք ուտում եմ այս կողմի վրա։ Ուտերբրոդի պանիրներ եմ վերցրել, կանաչ լոբի, մի հատը 400 գրամը մեջ է, 400 գրամը արժի 2.40։ Երիցուկի թեյ, հանգստացնող, հակաբորբոքի, ստամոքսի համար շատ լավ է։ Մի 2 հատ կաթ ենք վերցրել, մի հատը չգիտեմ ուր է։ Այստեղ գնեմ, որ մի անգամից տեղավորեմ, այս էլի երշիկ, երշիկներ այստեղ իտրել, հավես ընկնեմ այստեղ, անգամից կդնեմ իրար հետ սարներան, գազար եմ վերցրել, այս գազարների նախկինում 1 կիլոն 1 եվրո էր, հիմա 1.50 է, գետանուշի կարակ, այս տոմատ լոլիկի սոուսից, աղի կարակ եմ վերցրել, նենց համում է աղի կարակը,
Ագնել փափուկ է։ Հենց այդպես ուտելու համար է շատ համով է։ Էս էլի երշիկ, ծիրանի ջեմ, էս տավարի մսով նրբերշիկներ ավերցրել աշոտը, ջեռոցատնուն համով են լինում։ Սպիտակ սող, Ես ամենը հենց պետք է տեղավորեմ ժողովուրդը, վերջի պայքակն են դատարկել։ Երկու հատ ձու եմ վերցրել, երկու հատ ասելով նկատի ունեմ 24 հատ այսքանը։ Այս տոմատի մածուկներից, այս տեսակից Այս պինդ մածուկներից տոմատի փոքր 140 գրամը մեջ է։ Սպանախի ու սիսերի համով մակարոններից, սրանք գոնե մի քիչ պրոտեին են պարունակում։ Կանաչ թեյ եմ վերցրել, նիզավմուղա կանաչ թեյը, նիհարելու բանի ընթացքում լավ է։ Ամբողջահատիկի հաց, ոչ երանեք, ինձ որ ես ամեն ինչ պետք է տեղավորեմ հիմա, մանդարին բան ունեինք, բայց աշոտ մի հատ էլ վերցրեց, այդքան լավը չէր, դրա համար մի հատ վերցրել, այս բրուսելյան կաղամներից, թարմը համով է լինում, որ սարքում ենք, բայց մի քիչ որ խաշում ենք, հետո նոր յուղի ձեթի մեջ տապակում ենք, այդպես համով է, իսկ սառեցրած մի ձևի համակար։ Երկու հատ բրինձ եմ վերցրել բասմատի, կիտրոն, էլի կաթ, կարակ ես մեկը ոչ աղի, աղի ու ոչ աղի։ Կուժապղպեղ եմ վերցրել, քրքում չկար թարմ ուզում էի վերցնել։ Ու ֆալաֆել եմ վերցրել երկու համար։ Մենք էլ մի հատ 10 կիլոն կարտոչկա վերցրինք, խանութում ցույց տվեցի, զեղչվել էր 5 եվրո էր 5 ու քանիս էր։ Այդքանին վճարեցինք, Լիդլում վճարել ենք, կարծեմ 92 եվրո, իսկ այն մյուս խանութում վճարել ենք, էլի մի այդքան էլ այնտեղ, 90 քանի եվրո էլ այնտեղ ենք վճարել, այսինքն ընդհանուր առևտրի համար 190 եվրո ենք վճարել։ Ահա, ես հիմա սրանք տեղավորեմ իմ սիրելի բարեկամներ ու սկսեմ արագ հաց պատրաստել։